Ողջույն գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին միացրել եք այս պահին 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք մեզ դիտել նաեւ թվային հարթակներում կամ էլ արդեն դիտում եք։ Սա Թարմ ուղեղով զրույցն է եւ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Հայկ Խալաթյանն է, Մոսկվայից ժամանել են նա, հիշեցնեմ, որ Հայկ Խալաթյանը ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավարն է, բարև ձեզ պարոն Խալաթյան։ Շնորհակալություն, բայց ես անգամ Մոսկվայից եմ, Վարշավայից։ Վարշավայից եկեք։ Այո։ Ինչ նպատակով եք այնտեղ։ Այնտեղ քննարկում էր հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապված։ Հետաքրքրին, որ եվրոպացի գործընկերները մեր որոշել են այս անգամ ոչ թե իշխանամետ կամ իշխանության հետ համակարծիք փորձագետների, այլ այն հայ հասարակության կարծիքը լսել, որը համաձայն չէ այդ ներկա գործընթացի հետ։ Ինչ կարծիքներ էին հնչում։ Բաց քննարկումից ինչ կարելի է բարձրաձայնել։ Հիմնական երկու բան կառանձնացնեմ։ Առաջինը այն, որ Եվրոպական միությունում շատ մեծ հույս են կապում Նիկոլ Փաշինյանի այս խաղաղության գործընթացի հետ, եւ նույնիսկ շատ լավ հասկանալով, որ դա փաստացի միակողմանի զիջումների մի կողմի, նույնիսկ նույնք ասում են զիջումներ, բայց կարող եմ ասել նույնիսկ ստորացման հաշվին, եւ երկրորդը շատ բարձր եւ դերական են վերաբերվում Թուրքիայի դերակատարմանը, տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը, եւ դա արդեն ամեն ինչ խոսում է այս ներկա գործընթացի մասին, թե ով է գլխավոր շահառուն լինելու։ Որ մասն է ստորացումս ձեզ։ Սկաց համանության փոփոխություն։ Ամենից ակնառուն ասեմ, որը դեռ չի կատարվել։ Կատարվածներից եկեք սկսենք։ Կատարվածներից, օրինակ միակողմանի անընդհատ դելիմիտացիան չլես ինչու միայն այն հատվածներում է տեղ ունենում, որը հայկական կողմը բան պետք է զիջի։ Նույնիսկ անկլավների հարցը, եթե հասնենք դրան, ես կարող եմ վստահ լինել, որ կսկսենք առաջինը կսկսվի Հայաստանի կողմից հանձնումը այսպես կոչված ադրբեջանական անկլավների, իսկ նույն Արցախաշենի հարցը օդի մեջ կախված են։ Չնայած գիտեք ինչ, նույնիսկ եթե ընդունենք, որ օքեյ, նրանք էլ Արցախաշենը կտան, դա համարժեք չէ, որովհետև Արցախաշենը որևէ ռազմավարական նշանակություն չունի ի տարբերություն այն տարածքների, որը Հայաստանը օրինակ պետք է զիջի, եթե մենք դրան հասնենք։ Կամ օրինակ մենք տեսնում ենք, նույն խոսեցինք համալության փոփոխությունը, նույն ադրբեջանցիների վերադարձ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Տեսեք, երկու բան առանձնացնեմ, որ ինչ մասին նույնիսկ Վարշավայում է խոսում, նույնիսկ մեր արտաքին հետախուզության ծառայությունը, որը հասկանալ է, չէ, ամեն կերպ փորձում է ամեն ինչ դրական ներկայացնի, որպեսզի ցույց տա, որ Նիկոլ Փաշինյանի այս գործընթացը հաջողությամբ է գնում եւ այլն, ժողովրդին վստահություն ներշնչի, որ ամեն ինչ լավ է։ Բայց նույնիսկ նրանք են վիճակը այնպեսին, որ նույնիսկ նրանք են ստիպված արձագանքել, որ օգոստոսի 8-ից հետո, երբ որ Վաշինգտոնում նախաստորագրվեց, դա էլ է շատ հետաքրքիր, Հայաստանի իշխանության անդամները ասում են խաղաղություն է արդեն ստորագրվել, չի ստորագրվել, նախաստորագրվել է։ Մենք տեսնում ենք, որ նախապայմանները։ Ինք ասում են խաղաղության դարաշրջանը մեկնարկել է։ Գիտեք ինչ, եթե հիշում եք, մենք մոտիկանում ենք ընտրությունների, ինձ թվում է դրա մասին ենք խոսում, 21 թվականին նույնպես ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը ասում էր խաղաղության դարաշրջանը սկսվել է։ Հիշեցնեմ, ինչով վերջացավ խաղաղության դարաշրջանը։ Արցախում էթնիկ զտում, 22 թվականի ադրբեջանական ագրեսիան, տարածքների գրավում եւ այլն եւ այլն։ Դա համար երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանից, շատ զգուշությամբ է պետք մոտիկանալ, եթե չասել, որ հիմնականում լրիվ հակառակն է լինելու։ Բայց ինչու հիշացեցի այդ արտաքին հետախուզության ծառայության այդ զեկույցը փաստացի, նույնիսկ նրանք են ստիպված արձագանքել, որ օգոստոսի 8-ից հետո հիշատակումները արևմտյան Ադրբեջանի մասին ավելի են շատացել, քան ինչ դա է։ Նկատի ունեմ, նույնիսկ նրանք են ստիպված արձագանքել, որ տենդենսը ավելի է ուժեղանում Ադրբեջանի կողմից, չնայած պետք է լրիվ հակառակ էֆեկտը լիներ։ Իսկ իշխանության կողմից եւ մերձ իշխանական փորձագետները հաճախ պնդում են, որ ամեն դեպքում հռետորաբանությունը Ալիևի կողմից եւ ադրբեջանական կողմից փոխված է։ Ո՞րն է փոխվել վերջին այդ եմ ուզում ձեզ հարցնել, մի կողմ դնելով այդ արևմտյան Ադրբեջան տերմինի օգտագործումը, ինչ փոփոխություն եք դուք նկատել։ Ես որևէ փոփոխություն չեմ զգացել, որ Ալիև ասում է մենք հիմքեր ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց գնացինք դրան, բայց դե կարող է կես տարի հետո մեր դիրքորոշումը փոխենք։ Դա փոփոխության մասին խոսում։ Էլ եմ ասում, արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին, երբ որ միևնույն ժամանակ որևէ անընդհատ նշում է, որ որևէ հայերը իրավունք չունեն վերադառնալ Արցախ եւ այլն, նույնիսկ այն հայերը, որոնք ցանկություն կունենան, հասկանում եք,
դա ոնց կարող է խոչընդոտի խաղալ գործընթացը, եթե իրենց պատկերացում իրենց այդ թեզը Արևմտյան Ադրբեջանը այսպես կոչված, որը ամբողջությամբ արհեստական ստեղծված է, եւ ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի այդ թեզը մտնի օրակարգ։ Ինչպես օրինակ այդ անխոչընդոտ կապը Նախճեվանի եւ Ադրբեջանի միջեւ, տեսեք, երբ որ նոյեմբերի 9-ին այդ կետը կար, Երակոմ հայտարարության մեջ, գոնե հասկանալի էր ինչի դիմաց է այդ կետը մտցվել այնտեղ, որտեղ այնտեղ նույն Լաչինի միջանցքն էր, որը ի տարբերություն օրինակ Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիայի շատ ավելի լայն իրավունքներ ուներ, օրինակ հայկական կողմը նրանից օգտվելու եւ այլն, բայց դու հասկանում ես գոնե ինչի դիմաց է, բայց հիմա երբ որ Արցախում հայ չկա, էթնիկ զտում է տեղ ունեցել եւ այլն, դրանից հետո ո՞նց է հաջողվում Ադրբեջանին այդ կետ անխոչընդոտ թող լինի օրինակ տեսնանք չէ նույն օգոստոսի 8-ի փաստաթղթում նաեւ այլ կոմունիկացիաների մասին խոսք կա, որ պետք է բոլոր կոմունիկացիա թող նույն սկզբունքով էլ այդ կոմունիկացիան աշխատի, ինչու է առանձնանում, ինչի դիմաց է առանձնանում։ Մենք դամայում ասում ենք անընդհատ տեսնում ենք, որ այսպես ծանր զիջումներ հայկական կողմի։ Կամ օրինակ տեսեք, ամենատենց վառ օրինակ, եթե Ադրբեջանը պատրաստում է խաղաղության, ռազմական ծախսերը ինչի է ավելացնում։ Այն պայմաններում, երբ որ Հայաստանը օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո գնացել է կրճատման ռազմական ծախսը, իբր պատրաստում է խաղաղության դարաշրջանի։ Իսկ Ադրբեջանը այդպես շարունակելով, առանց այդ հսկայական ռազմական ծախսեր մեծացնելով խաղաղության է պատրաստվում։ Իսկ մենք ինչ ենք պատրաստվում։ Այն Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներում պնդում է իրենց ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չկարողանան ստանալ, ուրեմն սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Գալիս ենք այն մյուս կետին, ինչ մասին չհասցեցի ասել, ասեմ, երկու հիմնական կետը, չէ՞, որ սահմանադրության փոփոխությունն է։ Պատկասենք հայ հասարակությունը չի փոխում սահմանադրությունը։ Դա շատ դժվար։ Բայց պարոն Խալաթյան, մյուս ուժերն էլ, ովքեր դաշտում են սպահին խաղացողները, խոսում են սահմանադրության փոփոխության մասին։ Բայց ոչ թե անկախության հռչակագիրը մեջից հանելով անել այն ամեն ինչ Ալիևը քեզանից պահանջում է։ Տեսեք, Հայաստանի իշխանությունը անընդհատ խոսում են խոսել ինքնիշխանությունից, ինքնիշխանությունից, որ ուժեղացել եւ այլն։ Այդ ո՞րն է ուժեղացել, երբ որ դու հարևան եկի ցանկացած պահանջ կատարում ես, նույնիսկ քո համադրությունն ես փոխում, երբ որ մի քանի տարի առաջ դու ասում ես, որ հակառակը մեր համադրության մեջ որևէ տարածքային այսպես հավակնություն չկա Ադրբեջանի նկատմամբ եւ այլն, հակառակը Ադրբեջանի համադրությունն կա, Ադրբեջանը փոխում է իր համադրությունը խաղաղության համար, ոչ։ Դե ուժերի մոտ միշտ էլ թույլն է, չէ՞ մեղավոր։ Դե մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստում այնքան ինքնիշխան ենք, որ նույնիսկ զորահանդես է վախենում, զորահանդես կոչել։ Եվ ստիպված է զգուշացնել հարևան երկրներն ըստ իրա, որ դա իրենց դեմ չի էլի։ Դա է ինքնիշխանությունը։ Մայիսի 28 տոննա ինչ Սարդարապատում էլ որևէ բան չենք նշելու, անկած մի անգամ արդեն եղավ, եթե չնշում անցած տարի, չէ՞ որ մի հատ համարյա հիշատակում չկար թուրքերի։ Անհասկանալի էր, Սարդարապատում ենք հաղթել։ Ավելի շատ Ռուսաստանի մասին էր խոսում, քան թուրքերի։ Դրանց այդ օրը լրիվ թուրքերի դեմ հաղթանակի օրն էր։ Այն նշեցիք, որ եվրոպական կողմը շատ ոգևորված է այս խաղաղության գործընթացով։ Կարծում եք տեղին է ամեն դեպքում ինչ որ չափով ոգևորվածությունը իրենց իմաստով մասով։ Նայեք, Հայաստանում մենք շատ ենք սիրում քննադատել այլ երկրներին, այլ խաղացողներին, լինի Ռուսաստան, լինի ԱՄՆ, լինի Եվրոպա, չէ՞։ Բայց այդ ցանկացած ուժային կենտրոնը իշարին է առաջ տանում։ Եթե տեսեք, այդ Հայաստանի իշխանությունը պատրաստ է այդ խաղը խաղալ։ Ինչու ենք պետք է չօգտվեն։ Եթե իրանք ո՞նց եք տեսնում, Հայաստանը չունի իր սեփական խաղ, այսինքն ուրիշների խաղերն է խաղում։ Հայաստանը, տեսեք, մենք պետք է մի բան հասկանանք, ցավոք սրտի այս պահին իմ կարծիքով Հայաստանի շահերը եւ Հայաստանի իշխանության շահերը չեն համընկնում։ Հայաստանի իշխանությունը իրենց շահերի սպասարկման համար, իրենց վերարտադրության համար պատրաստ են զոհաբերել Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ դա տեղի ունենում։ Դե ընտրություններին բարձ կլինի ամեն դեպքում Հայաստանի շահերը ու հայ ժողովրդի շահերը։ Գիտեք ինչ, ընտրություններից երբ մենք անընդհատ խոսում ենք, ես կարող եմ ձեզ բազում օրինակներ բերել ընտրությունների, որոնք հետո բացում էր դե այդ կոնել իբր լավ ընտրություններ չէին։ Ես չեմ ասում կեղծ, նույնիսկ տեսեք, ես չեմ էլ ասում կեղծ։ Ամենատենց պատմաբանները, պատմությունները ամենատենց իրանց օրինակը Ադոլֆ Հիտլերը լրիվ օրինական կերպ չէ եկել իշխանության։
Ընտրություններով։ Հիմա 50-ականների, 60-ականների կամ նույնիսկ գերմանացիներին հացրեք, ո՞նց են դիտարկում այդ։ Համընկնում է իրենց հայացքները։ Ինչ եք առաջարկում, պարոն Խալաթյան։ Չես դա եմ ասում, երբ որ դուք ասում եք հիմա հայ հասարակությունը կարող է դա։ Չէ, դե ընտրությունն է ամեն դեպքում։ Հասկացա, դա եմ ասում, հիմա հետևանքների մասին կարող է տարբեր պատկերացումներ։ Մյուս սերունդները, հայ ժողովրդի մյուս սերունդները կքննարկեն դա ինչ կանով էր։ Հիմա հիշում եք ժամանակին մենք էլ ենք չէ քննարկում, ինչպես տեղ ունեցավ ցեղասպանությունը, ինչպես կործանվեց առաջին հանրապետությունը, ինչ սխալներ է տեղ ունեցել։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ ինչպես ասում են, պատմության գլխավոր դասը նա է, որը մեկը դաս չի քաղում այդ դասերից։ Մենք մեր ժողովուրդը նույնպես այդ սխալներից։ Ինչի հաշվին պիտի Նիկոլ Փաշինյանի ուժերը թուլանան։ Իմ տպավորությամբ ընդդիմության լավ աշխատանքի։ Դա էլ է պետք, բայց մյուս կողմից էլ եկեք մի բան ասենք։ Հիմա ընդդիմությունը, օրինակ ես կարող եմ ասել կոնկրետ մի ուժ, որի հետ որին համակրում եմ, այսինքն Հայաստան դաշինքին, չէ՞։ Իրենք ինչ ասել են չի եղել։ Հիշում եք 22 թվականին, երբ որ սկսեցին շարժում Արցախի համար, զգուշացնում էին, որ Նիկոլ Փաշինյանը տանելու է Արցախը հանձնի Ադրբեջան։ Ինչը ոնց են ներկայացնում իրենց խոսքը։ Վերջում ով ճիշտ դուս եկավ։ Հիշում եք Արայք Հարությունյանը։ Կախին, եթե կարող։ Հիմա մարդիկ փոխում են, գիտեք ինչ, սա էլ է շատ տարօրինակ իրավիճակ, երբ որ հասարակությունը ասում է դուք մեզ լավ չեք համոզում, քիչ ավելի լավ ամ։ Եկեք կործանվում է, գիտեք ինչ։ Այն մարդիկ անում են այն, ինչ կարում են, անում են այն, ինչ կարում են։ Եվ որևէ մեկը կարող ավելի լավ անել, թող անի, բայց հասարակությունը պետք է հասկանալ, որ տեսեք, այս իշխանությունը մի հաց կա, որում խափած չլինի հասարակությանը։ Իրան, նույնիսկ իր ընտրողներին, սկսած 18 թվականից, դες հիշեցեմ նույնիսկ քաղաքականությունից լրիվ այլ հարթություններ։ Արագաչափերը հանեցին, թե շատացեցին։ Կարմիր գծերը հանեցին, թե շատացեցին։ Ես ընդհանրապես չեմ ուզում որևէ կողմի շահառուն լինել, բայց եթե այդ տրամաբանության մեջ ենք նայում, տեսեք, 21 թվականի նախընտրական ծրագիր եւ կառավարության ծրագիրը հիշում եք։ Արցախի հետ կապված կետերը հիշում եք։ Հիշում եմ, ես որևէ կողմի շահառուն չեմ։ Հիմա դուք պատկերացնում եք եվրոպական կամ ամերիկյան։ Ինչ է ասում հայ հանրությունը։ Երբ փորձում ես հայ հանրությանը ներկայացնել իշխանության վատ քաղաքականությունը կամ չարված քայլերը, քննարկում են դաշտում արկա մյուս ուժերին, ովքեր եղել են իշխանության ու արել են այդ նույն բաները։ Չի գալիս։ Հիմա շատ տարբեր քաղաքական ուժեր կան դաշտում։ Այն ասում ամեն ճաշակի էլի։ Թող ընտրեն իրենց ավելի ճաշակով քաղաքական ուժ, բայց միևնույնն է, բայց ամենակարևորը պետք է հասկանան, որ այս ընտրություններում պատմական նշանակություն ունենալու, որտեղ շատ բան է կախված լինելու, նույնիսկ ավելի կարևոր է կարող ավելի կարևոր է, քան 21 թվականի ընտրությունները։ Բայց որևէ ուժ չի գալու, չէ՞ Արցախ վերադարձնի։ Չես կարող, գիտեք ինչ, ամեն ինչ մի անգամ չի լինի։ Ես շատ եմ սիրում պատմությունից խոսել։ Հիմա դուք եթե որևէ մեկը հрьяաներից ես չեմ ասում 17 դարի վերջ կամ նույնիսկ 27 դարի սկիզբ կամ 41 թվականին, երբ որ հոլոկոստը սկսվել, ասել որ դե մի 5 տարի հետո սեփական պետություն եք ունենալու, մի 20 տարի հետո այդ պետությունը ամենաուժեղն է լինելու տարածաշրջանում 67 թվականի պատերազմից հետո։ Իսկ մի 50 տարի հետո գերիշխող դիրք է ունենալու Մերձավոր Արևելքում, որը հրյա կարող է հավատալ դրան։ Ես չեմ ասում, գիտեք ինչ հարցը ոչ թե նրանում է, որ գալիս ես ու սա հարցը լուծում ես, բայց մենք տեսնում ենք անընդհատ գավիժում Հայաստանի Հանրապետության։ Հիմա եթե միջև 18 թվականը որևէ մեկը կարող էր կասկածի տակ դնել, որ կարող է հայկական պետականություն լինելու թե ոչ։ Հիմա մարդիկ նույնիսկ դրա մասին են մտածում։ Մեկի մտքով կարող է ասել, որ Արցախը չի լինելու։ Կարող է մտածում են դե այն շրջանները ազատագրված, հետը կլինի, չի լինի, ինչ կարգավիճակով եւ այլն, բայց որևէ մտքով չէր անցնում, որ կարող է Արցախում հայ չլինի, բայց այս իշխանությունը դա հաջողվեց, որ ճակերտավոր հաջողվեց հասնել նրան, որ Արցախում էլ հայ չկա եւ այլն, դա մենք պետք է հասկանալ, որ այս կորուստները անընդհատ որ տեղ ունենում մեր ազգի հետ, այս իշխանությունների պարագայում շարունակվելու են, որտեղ տեսեք, հիմա իրենք խոսում են Արցախի դեմ, չէ, Արցախ բառի դեմ, հիշում եք ցեղասպանության թանգարանի տնօրենի պատմությունը։ Մարդիկ պետք է մի հատ իրենց մեր ժողովուրդը իրենց պետք է հարց տալ։ Լավ, այս ճանապարհը որ սկսել է բռնել այս իշխանությունը։ Դրա վերջը ո՞րն է։ Դրա տրամաբանական ավարտը ո՞րն է կամ կարմիր գիծը ո՞րն է։ Հիմա ասում են Արցախ մի հնչեցեք, որտեվ դա կարող է Ալիևի դուրը չգա։ Հիմա վաղնա կարող Թուրքիայի դուրը չգա, որ Հայաստանում կա Ծիծեռնակաբերդ, կա ընդհանրապես ապրիլի 24-ն ենք նշում եւ այլն, իրենց մեղադրում ենք
հանցագործություն, ինչ դրա պատճառով դրանից է պետք է հրաժարվենք, որն է վերջը, կարող մի օր, գիտեք, հիմա մի քիչ բան եմ անում, մեծացնում եմ, բայց դրա ավարտը գիտեք ունենալու, կարող ասեն եկեք իսլամ ընդունեք, չէ, ասեք։ Հայ ժողովրդի լավ այն մասը ով ընտրում է Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընտրողները հաշտ դրա հետ հաշտ են չէ որ ընտրում են եկեք մի բան ասեմ նոր ասեմ դրացի դրա վերջը գիտեք ոնելն է տրամաբանակն դիտեք գնում են գիտե այս ճանապարհը մի օր կանգնել են ասեն եկեք իսլամ ընդունենք եկեք թուրք դառնանք որտեվ հայ լինելը քրիստոնյա լինելը այս տարածաշրջանում միշտ խնդրեմ է առաջացնելու հիմա ծիծաղալու է դա հնչում բայց եթե մի քիչ խորանում ես այս հացի մեջ թե ուր է տանելու այս ճանապարհը բռնած տրամաբանական ավարտը որն է դա է լինելու Որտեւ ասել են դա խնդրեմ է անընդհատ առաջացնում։ Ինչ կապված է հասարակության հետ, տեսեք, ժամանակից աշխարհում շատ մանիպուլացնելու ձևեր կան։ Նախ հիշեցնեմ ձեզ ամենասենց մի քիչ հասկանալու է վերջին վաղաչապատի ընտրությունները խոշորացված համայնքի։ Տեսեք, մի խոսենք դեռ որ հատուկ գյուղական համայնքը միացել էին Էջմիածին, որտեղ եթե միայն Էջմիածում լիներ կպարտվեին իրենք Էջմիածնում, ընդդիմությունը ավելի շատ հավաքեց, հենց բուն խաղում են հին համայնքում։ Բայց իրենց տեխնացուին հաց են տալիս ոնց է վերաբերում այդ Քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ ամեն կերպ խուսափում է այդ հացից չէ մի հատ կոնկրետ հաց տվեց ինքը աջակցում է այդ շարժմանը եկեղեցու դեմ թե ոչ որտեղ գիտեր որ խնդիր է առաջացնելու Էջմիածնում եւ այլն իր հայրը որը Արցախյան պատերազմի հերոս էր ինքը նույնպես վերջում Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես իտավ դասը քաղելով Գյումրու ընտրություններից եւ Փարաքյարի Երևանից չէր մասնակցում Քարոզարշավին, բայց երբ որ ընտրությունները վերջացան, ասաց դե գիտեք ինչ, Վաղաշապատի ժողովուրդը իր քվեով ապացուցեց, որ նա կողմ է մեր կամպանիային, մեր այդ հարձակմանը եկեղեցու դեմ։ Հիմա դա մասը, եթե տենց է, բա ասեիք, որ սկզբից ասեիք։ Հիմա նույնը 21 թվականի ընտրությունները, տեսեք, անջատում հանուն փրկության եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ո՞նց եղավ որ ընտրություններում դու մի բան ես ասում ժողովրդին, դու գնում ես Խնդիրը գիտեք որն է, ես շատ այսպես լավ ճակերտավոր հնարք են գտել։ Մի բան են անում, բերում են աղետի, փաստի առաջ են կանգնեցնում մարդկանց, հետո ասում են դե հիմա ուզում եք պատրաստեք լրիվ հակառակին գնաք եւ երբ որ արդեն կոծանել ես, աղետի ես բերել, հիմա նույնը Արցախը կոծանել, ասեն դե հիմա պատրաստեք Արցախը հետ բերել։ Երբ որ կարելի է առանց պատերազմի պահպանել Արցախը, իրենք ամեն ինչ այլն որ կոծանվել են, ասում են դե եթե դուք պատերազմ եք ուզում Արցախ վերադարձնելու Չէ, բայց դու պետք է այնքան ուժեղ լինես, դու պետք է հասկանաս, որ հաշվի են մանավանդ մեր տարածաշրջանում, հաշվի են նստում միայն ուժերի հետ, խելացի հետ, ով լավ դաշնակիցներն եւ այլն։ Պարոն Խալաթյան, Գյումրի երկրորդ լինել չլինելու մասին է նաեւ շատ խոսվում, եւ իշխանությունը ասում է, որ Գյումրի երկրորդ չի լինելու։ Այդ սցենարը ինչ որ տեղի ունեցավ այնտեղ ընտրություններից հետո կարծում եք հավանական է որ Երևանում հանրապետության մակարդակով տեղի կունենա Այո, համարում եմ հավանական, հույսն եմ որ դա տեղի կունենա, դա դժվար լինելու, իմ կարծիքով ընդդիմությունը շատ լավ պետք է աշխատի, նաև ընդդիմության դեմ է խոսում այն, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանը չունի արտաքին որևէ աջակցություն Իսկ մենք տեսնում ենք, որ ԵՄ, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան հստակ ուղիղ խոսքով։ Հա, ուղիղ աջակցում են։ Վենսներ աջակցում։ Այո, բացի վենսից եվրոպական միությունը, Թուրքիան, Հական Ֆիդանը։ Ռուսական կողմը չունի աջակցություն հայկական իշխանությանը։ Չեմ կարող ասել, ռուսական իմ կարծիքով Ռուսաստանի իշխանությունը ինչպես 21 թվականի այսպես չեզոք դիրք են զբաղեցել։ Իհարկե նրանք դժգոհ են Հայաստանում տեղի ունեցողում, բայց միևնույն ժամանակ այսպես կոպիտ միջամտություն ներքին գործի մեջ իրենց թույլ չեն տալիս, չի բացառ որ նույնիսկ չունենել այդպիսի արդյունավետ մեխանիզմներ, օրինակ ինչպես ԱՄՆ-ն եւ Արևմուտքն անընդհատ անում հետխորհրդային երկրներում, բայց մյուս կողմից էլ շատ օրինակ իմ եթե իմ որպես փորձագետ կարծիքն եմ ուզում, ես հասկանալով ռուսական սպეციფიკան կարող եմ ասել, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է, դա բերելու է շատ լուրջ խնդիրներ Ռուսաստանի հետ։ Նույնիսկ մենք տեսնում ենք այս վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը փոխում է այսպես սիրաշահել ռուսական կողմին Վլադիմիր Պուտինի հետ զրուցում, դե ընտրողներից մեկի հետ հանդիպմանը կինը խնդրում է որ չփշացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ այդպես։ Բայց բոլոր քայլերը միտված են այդ հարաբերությունները փչացնել։ Նաև պետք է մի բան հասկանալ։ Տեսեք, նա այս պահին ստանում է լուրջ Բայց երկկողմ այդ process-ը գնում, չէ՞։ Ինչ բով։ Հարաբերությունների փչացումը։ Դες պահին Ռուսաստանը ինչ է անում Հայաստանի հանդեպ։ Տեղեր կան, որ պիտի անի ու չի անում, ոչինչ անգամ։ Չէ, սպասեք, մենք ընդունեցինք հայկական կողմը 22-23 թվականից հետո
դժգոհություն հայտնեց, հապկում իր անդամակցությունը սառեցեց, զորավարժությունները չի մասնակցում եւ այլն եւ այլն։ Դրանից հետո ինչ է փոխվել կտրուկ։ Բացի հսկայական տնտեսական օգուտից, որը հաստանում է Հայաստանը Ռուսաստանի հարաբերություններից։ Ամենածավալներն է, որ ռուսական փողով, փաստացի Ռուսաստանի փողով Նիկոլ Փաշինյանը պայքարում է Ռուսաստանի դեմ, ցույց տալով այդ շատ լավ տնտեսական արդյունքները, որոնք առյուծի բաժինը Ռուսաստանի շնորհիվ է համագործակցության հետ, ցույց է տալիս, տեսեք, մենք ինչ լավ ենք տնտեսության ոլորտում, չնայած դա իրենց լավ գործունեություն ես չեմ տեսնում, բայց դա բերել նայեք, ինչու դուք չթողեցիք միտքս հավատեմ։ Այն արտակի մեջ աջակցությունը ստանում է Նիկոլ Փաշինյանը, հատկապես ԵՄ-ից, ԱՄՆ-ից։ Դա գին է ունենալու, դրա գինը հակառուսական քաղաքականություն է։ Մեկ տեսեք, մեր հարևան Վրաստանը ինչու է խնդիրների մեջ այս պահին ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, որտեվ հրաժարվեց գործիք դառնալ Ռուսաստանի դեմ պայքարում։ Նա ասեց, չէ, դա իմ անհասկանալի հետևանքների համար ունի, то есть հասկանալի, շատ վատ ծանր հետևանքներ Վրաստանի համար ու չնչին հետևանքներ Ռուսաստանի համար, օրինակ, եթե ամբողջությամբ այսպես Ռուսաստանի դեմ դուրս գամ եւ այլն։ Բերեց խնդիրների։ Հիմա հասկանում եք, չէ՞, որ երբ որ Հայաստանը տեղի ունենում։ Բայց այդ հակառուսական տրամադրությունները այնպես չի որ նորեն չէ զարգանալու։ 23-ից հետո ավելի տարիներով դա Հայաստանում սահմանվում է հենց շատ ակտիվ իշխանությունների ներգրավությամբ, իշխանական լրատվամիջոցների, իրենց հետ փոխկապակցված փորձագետների, իրենց պատգամավորներ եւ այլն։ Դա մայր ասում, տեսեք, Եվրոպական միությունը հիմա հստակ հայտարարում է, որ Ռուսաստանը իր թշնամին է, նույնիսկ պաշտոնատարանցիկ ոչ թե փորձագետներ եւ լրագրողներ, այլ պաշտոնատարանցիկ եվրոպական երկրների դա շատ բարձրաստիճան։ Նույնիսկ ժամկետներն են ասում, երբ է Եվրոպան մտնելու պատերազմի Ռուսաստանի հետ 28 թվական, 30 թվական, այնպես տարբեր էլ են տարբեր։ Հիմա այս պայմաններում կանխատեսումներ ունեն։ Հիմա այս պայմաններում, երբ որ մենք տեսնում ենք եվրոպական կողմը ինչ լրություն է պահպանում Հայաստանում տեղի ունեցող այդ բոլոր մարդու իրավունքների խախտումներով, բռնաճնշումներով եւ այլն։ Հասկանալի չէ, դա մի բանի դիմաց է չէ արվում։ Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի սիրուն աշկերի համար որոշել են աջակցեն իրեն, ասեն, լավ, ինչ ուզում ես արա, մենք դրա ուշադրություն չենք դարձնում։ Վերջին դա մը ինչ եմ ասում, դա մը նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը իսովության համաձայն որոշի վերջի պահին հետ կանգնի այսպես ժողովրդական ասած քցի եվրոպացիներին չի ստացվի, որտեղ ի տարբերություն ռուսների եվրոպացիները արմոտ կբարեգործությամբ չի զբաղվում, ինքը չի աջակցի մեկին, որը հետո իր դեմ չկատարի իր տված խոստումները։ Վերջին ժամանակներում շատ է խոսվում հիբրիդային պատերազմի մասին, այս տերմինը շատ ակտիվ է արդեն շրջանառվում եւ իշխանությունը հատկապես քննարկում է, որ այ դա մեծ մասամբ ռուսական կողմից է գալիս։ Չէ, հետաքրքիր, իշխանությունը ուղղակի չի ասում, բայց այո, եւ ընդդիմության միջոցով կարծես թե գործիք դիտարկելով ընդդիմությանը։ Ոնց եք դուք տեսնում, արդյոք հիբրիդային պատերազմ իսկապես կա, թե ոչ, խոսքը միայն ռուսական կողմից պատերազմի մասին չի, եւ ինչու է այս process-ը տարվում իշխանության կողմից։ Դե առաջին եթե մենք այդ հիբրիդային պատերազմի նպատակը ո՞րն է, իշխանափոխությունն է Հայաստանում։ Դե ըստ իշխանության տրամաբանության, այո։ Իսկ ձեր կարծիքով այդ քայլերը բերելու են իշխանափոխության։ Ես կարծում եմ ոչ։ Ռուսաստանը միջոցներ ունի հասնելու Հայաստանում իշխանափոխության կամ այնպիսի պայմաններ ստեղծի, որ Հայաստանի իշխանությունը ունենան շատ լուրջ խնդիրներ։ Միանշանակ ունենա։ Այո, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում, տնտեսական ոլորտում, որը կբերի սոցիալական հետևանքներ, որը կբերի քաղաքական հետևանքներ։ Դες չի անում, չէ՞։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ որևէ մի ուժ իրենց աջակցություն ունի։ Ոչ, ի տարբերություն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, որոնք հստակ իրենց հույսերը կապում են Նիկոլ Փաշինյանի հետ եւ նույնիսկ հայտարարում են, որ աջակցելու են ընտրությունների ժամանակ։ Պարտադիր է բարձրաձայն հայտարարելը։ Բայց իմաստը ո՞րն է այլ աջակցություն։ Դե դա եմ ասում, այն քարոշչական բաները, որ բերում են, ներկայացնում են իշխանությունները, դա չի բերելու իշխանափոխության։ Նմանատիպ լիքը բաներ կա ԱՄՆ-ի արևմտյան տարբեր միջոցներով է արվում կամ արևմտյան հարթակներով է արվում, ես չգիտես ինչու, որովհետեւ հետևանքներ դա չունեն։ Կարող են, չէ՞, դրանք Perfect TV նման լրատվամիջոց եւ այլն, բայց ոչ չի փակվում, ոչ որևէ նկատողություն YouTube-ից չի ստանում եւ այլն, կամ այլ հայրախառը այդպես մեկնաբանության ընդդիմության հասցեին եւ մարդկանց կողմից, որոնք ուղղակի կապված են իշխանությունների հետ, բայց ոնց որևէ
այդպիսի խիստ հարթակներում, վերահսկող հարթակներում որևէ հետևանքներ դա չի ունենում։ Կարող ենք ասել, որ փաստացի հիբրիդային պատերազմ է գնում ընդդիմության դեմ, արևմուտքի աջակցությամբ, դες կարող ենք ասել։ Կարող ենք, բայց ես չեմ գտնում, որ դա այդպես է, որտեղ աջակցությունը լրիվ այլ մակարդակով է գնում, շատ ավելի լուրջ ծավալներով եւ ավելի լուրջ գործիքակազմով։ Դա մեմ ասում, բայց ֆինանսավորում եղել է չէ՞ այդ մասով։ Որով։ Հայկական կողմին որպեսի պայքար տարվի։ Չէ, հիբրիդային պատերազմի դեմ։ Ո՞վ է ասել։ Հայտարարությունը։ Այս վերջի դեպքի հետ եք ասում, քրեական։ Այո։ Ձեզ ինչ ասեմ, քանի հատ քրեական գործը բացվել, ոչինչ բացվել է այդպես չէ։ Մի հատ երկու հատ օրինակ բերեմ, մեկը մի քիչ ընդդիմությունը շատ հեռու է, բայց շատ քննարկում է այս վերջին օրին սոցցանցերում, այն աղջկան ԱԳՆ-ից հիշում եք։ Այո։ Ասում են լրտես են բռնել, Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապված, վերջին բացվեց լրտես չի, որևէ բան չկա, բայց ոնց եղավ։ Մեկ, դա ընդդիմությունից вообще ես օրինակ եմ բերում, բայց ընդդիմության հետ կապված 21 թվականներ, որ Վանեցյանին, թե 20 թվականներ, պատերազմից Վանեցյանին բռնեցին։ 21-ներ կարծում եմ։ Զենք եւ այլն, իբր։ Բացվեց, որ չկա այդպես բան։ Վերջին օրին իշխան Սաղաթելյանի դեմ այս մեղադրանքները բացվեց այդպես չէ։ Դա մար երբ որ ցավոք սրտի այս իշխանությունը այնպես են արել, որ եթե նախկինում վստահություն կար, երբ որ պաշտոնական այդ ծառայությունները մեր մարմինները պետական հայտարարություն էին տարածում, դու գոնե չէիր կարող չկասկածել հենց այդ փաստի հետ կապված։ Ցավոք սրտի արդեն իմ մոտ այդ վստահությունը չկա, որովհետև ես բազմից եմ տեսել, երբ որ շատ մեծ աղմուկով մի բան է հայտարարվում, կամ հիշում եք նույն Բագրատ Սարդարյանի ձերբակալության ժամանակ այն զենքերն են ցույց տալիս եւ այլն, տեսեք, հետո բացես բոլոր զենքերը օրինական էր, բայց ինձ այն ներկայացնում ոնց որ ապօրինի զենքերը բռնագանձել են, գտել են եւ այլն, հայտնաբերել են։ Այ շատ լավ եկանք ասել։ Գեներալ Մանվելի Տուշոնկին հիշում եք։ Իհարկե հիշում եմ։ Հետո բացվեց, չէ՞ որ բեմադրված էր, մոնտաժված էր վիդեոն եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա մը այդպիսի հայտարարություն կներեք, բայց ես լուրջ չեմ ընդունում, արդեն հայ իշխանությունների կողմից այսպիսի հայտարարություն։ Վերջին հարցը եւ ամփոփենք սրանով զրույցը, իշխանությունը տապալվեց եկեղեցու դեմ պայքարում։ Իմ կարծիքով, ել եմ ասում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այսպես տակտիկական նահանջ է իշխանությունների մոտ, միջև ժամանակավոր։ Այո, միջև ընտրություններ։ Եթե գիտեք ինչ, եթե բայց այդ ամեն ընտրությունների համար չէր արվում։ Դե դա էլ հետաքրքիր, ես Լեհաստանում գործընկերների հետ քննարկում ենք, օրինակ եմ բերում, ասում տեսեք։ Սկզբից ուզում էին կաթողիկոսին հանել, որովհետև իբր բարոյական նորմեն է խախտել, հետո բացվեց ամենա այսպես սկանդալային կերպարներն հետ է փոխում կաթողիկոսին անի եկեղեցուց։ Հետո բացվեց կաթողիկոսը իբր ռուսական այսպես շպիոն է։ Այո, նո ազդեցության գործակալ այսպես ասենք, փոցին դա այդպես ներկայացնեն, բայց երբ որ արևմտյան մեր երկրների ամենաակնառու դեմքերը հայամայնքի պաշտպանեցին եկեղեցին, Արադածին, Բրիտանիայից, Նոբարաֆյանը եւ այլն, արդեն մի քիչ տարօրինակ էր հայտարարել, որ եկեղեցին իբր Ռուսաստանի հետ կապված դամար ենք հետապնդում, հիմա բացվեց եկեղեցում հետապնդում, որտեղ ռևանշիստներ են պատերազմ են ուզում։ Ասում եք դա մարազմ է, միակ տրամաբանական բացատրությունը այս գործողությունների ստանում ենք երկու տարբերակ, մեկը դա ինչպես շատ են նկատում Ալիևի պահանջով է արվում, թույլատնել հայկական եկեղեցին, որպեսզի իր այդպես կոշտ դիրքորոշումը կապված շատ հարցերի, մեր պատմական ժառանգության, մշակութային եւ այլն։ Եվ երկրորդը այս իշխանությունը փորձում է իր իշխանության պահպանելու համար այսպես անջատվի Սփյուռքից եւ այլն, որպեսզի այնքան թույլ լինենք, որ հայ հասարակության կյանքում մտքով չանցնի, որ կարող է դիմադրելու, այո, թվերի մեջ որևէ այո, դա համար իսկ եկեղեցին մի կառույց է, որը միավորում է ամբողջ աշխարհի հայությանը, դա համար, բայց էլ եմ ասում, ցավոք սրտի, եթե խելացիներն են Կոփալշյանը Երևի կդադարեն, կամաց այս գործընթացից դուրս գա, բայց գուցե դադարի ընտրություններից։ Իան իմանալով ինձ թվում է այսպես տակտիկական նահանջ է, որպեսզի ընտրություններից հետո եթե հաղթի ընտրությունների մասի դե տեսեք ինձ ժողովուրդը ինքը շատ է չէ սիրում։ Ինչ անում է, չնայած դա չի հայտարարել կամ չի խոստվել ժողովրդին, հետո ասում է բայց ժողովրդի մանդատը ստանում է, անում է։ Դե բայց դա այդպես չէ, որ ժողովուրդը գիտի, չէ, որ այդ մանդատը տվեց, ուրեմն անելու է դա։ Չէ, գիտեք ինչ, եթե մենք վերկալում ենք, եթե ժողովրդավար երկրների օրինակն ենք վերկալում, իշխանությունը անում է այն, ինչ իր նախընտրական ծրագրում կա։ Եթե ուզում է շատ կտուկ մի քայլ անել, որը մինչ այդ խոս չի տվել, գնում է հանրակրվեի եւ այլն, եւ դրա
շնորհիվ ստանում է կրկին այդ ձեր ասած մանդատը, այդ գործողությունը անելու հասկանալով, որտեվ կարևոր է եւ այլն։ Բայց այս բանը դու չես կարող լրիվ այլ բան խոստաս քո նախընտրական ծրագրերում, կառավարության ծրագրերում եւ անես լրիվ հակառակը, դու ասես դե ես ժողովրդի մանդատ եմ ստացել։ Ոչ, դու մանդատը ստացել ես, օրինակ նույն Արցախի հետ կապված լրիվ այլ բանի համար։ Դեօկուպացիա, Շուշիի հադուտի, անջատում հանուն փրկության եւ այլն։ Քո ծրագրումը դա է, չէ՞։ Դու ոնց կարող ես ասել, ես մանդատ եմ ստացել Արցախ հանձնելու, ինչ արել եմ դե ժողովուրդը աջակցել է, չէ՞։ Այդպես չէ, դու ժողովրդին փաստի առաջ ես կանացնում, հետո սկսում ես վախեցնել պատերազմով։ Դա էլ է հետաքրքիր, դա մենք ինչ ինքնիշխան ենք, եթե փաստացի Հայաստանի իշխանությունը որոշվում է ոչ թե Հայաստանի ժողովրդի կամքով, այլ հարևան երկրների սպառնալիքով։ Դա է ինքնիշխանությունը ըստ Նիկոլ Փաշինյանի։ Հարցը հայահանությանը։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Հայկ Խալաթյանն է, ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավարը։ Կհանդիպենք։